Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մեզ այսօր սպասում է միաժամանակ շատ երաժշտական եւ հետաքրքիր քաղցած չէին սպասում հաղորդում, քանի որ մեզ հյուրընկալել է Կարալինի բենդը իր երիտասարդ միաժամանակ շատ խոստումնալից եւ տաղանդավոր արտիստներով։ Փորձենք հասկանալ, թե թիմային ինչպիսի կարողություններ են նրանք այսօր ցուցադրելու եւ արդյոք նրանց մոտ որքանով է ստացվելու խոհարարական գործունեություն ծավալել։ Գնանք բացահայտելու։ Ողջույն քնարիք։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Կարալինի բենդ։ Այո։ Որտեղ են բենդի մնացած անդամները։ Համեցեք մեզ։ Այստեղ են արդեն։ Այստեղ են նրանք, այո։ Հրաշալի է։ Բարև ձեզ տաղանդավոր մարդիկ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Շատ վաղ։ Ժամը 7-ից է։ Շատ վաղ թե շատ վատ։ Վաղ։ Շատ վաղ։ Այո։ Այո։ Քանիսից եք արթնացել։ Ես օրինակ արթնացա 7-ին, Ինչու։ որպեսզի պատրաստվեի իմ օրհասական կյանքին, սակայն շատ արագ քնեցի հետ։ Եւ արթնացա նորից 8:30։ Մենք դու պատմեմ, սա բոլորը հետո։ Չէ, ես 8-ին արթնացա ու մի կերպ Շատ կարևոր ինֆո եք ասել։ Քնարի, գտնվում եք ձեր տանը։ Այո։ Սա նաև ձեր փորձասենյակն է։ Ոչ, չէ, մեր փորձասենյակը չի, եւ ինչպես դուք եք այսօր այստեղ առաջին անգամ, այնպես էլ իմ սիրելի խմբակիցներն են, այո, այնպես էլ ես։ Քնարիկն էլ առաջին անգամ է։ Այո, ես այստեղ առաջին անգամ եմ։ Դավիթ, Այո։ Էթերի, Գոր եւ Քնարիկ միասին Կարալինի բենդ։ Այո։ Նախ, ինչու Կարալինի եւ ինչը Կարալինի։ Այդ հետաքրքիր պատմություն է, որովհետեւ երբ որ ստեղծագործությունները միացնում ենք իրար, դե մեր խումբը ոնց որ փոփ երաժշտության ու հայկական երաժշտության խառնուրդն է, էլի, միքսա, ու երբ որ անդադ ասում էինք դե այս երաժշտությունը որը դե կարալինի, ես էլ կարալինի, այն էլ կարալինի, ու տենց դարավ, որ այդ կարալինին այնքան օգտագործվեց, որ մենք նույնիսկ անուններն էինք քննարկում տենց, այս անունն է, կարալինի, վերջը ընտրեցին կարալին։ Ամեն ինչի մասին ինչ խոսում ենք, այդ կարալինին այնքան ակնհայտ բաներ են նում, հա։ Չաթի ամենաշատ բառակապակցությունը եղել է այդ Կարալինի, ու վերջում դարձավ Կարալինի։ ու ամենահետաքրքիրն է, որ միաձայն անցավ այդ անունները։ Ոչ ոք չասել Շատ արագ։ Ով համախմբեց ձեզի վերջո։ Գարիկը Պապոյան։ Տեսեք, ես ու Դավիթը, ոնց որ Դավիթը սիրում է ասել, ինքի մանկության ընկերն է։ Մենք շատ վաղուց իրար հետ շատ վաղուց նվագում ենք, տարբեր խմբերում նվագել ենք։ Միշտ միտք ունեցել ենք ունենանք նաև մեր խումբը, հա, որը որ 0-ից կստեղծենք։ Ու մի օր Գարիկն է այդ առաջարկ արեց, Գարիկը մեր պրոդյուսերն է, մի օր այդ առաջարկը արեց, ասեց, եկեք ինչ որ մի նոր բան ստեղծենք իրար հետ, բա մենք ասենք, հա, եկեք սիրով։ Այդպես Մեր համար առաջարկը Դուք էլ ասեցիք Կարալինի։ Հա, մենք ասենք օքեյ, Կարալինի։
Ու տենց հետո երեխեքին ներգրավելով բան սենց ոչ եմ ամեն մեկին ռեալ համ համերգին բան տեսել ենք ու սենց շատ ողջավորված էինք բան։ Իրականում ասեմ երեխեքի ընտրությունը սենց միանշանակ միանշանակ սենց ընտրել ենք ինչ որ սենց տարբերակներ են քննարկում բան, բայց սենց կա առանձին առաջարկ, որ պետքա լինի քնարիկը, ու կա առանձին առաջարկ, որ պետք է լինի էթերին, իր կանոնով, իր սիրուն գեղեցիկ ձայնով, այդպես։ Սենց համեմատություններ ենք տանում, բայց ասում ենք չէ, քնարիկն ու էթերին, բան ու սենց խոսակցություն, հետո ասացինք դե լավ, իրանք են ու վсё։ Ու իրանց ով ձեզ գրեց, չեմ։ Ում էր առաջարկը։ Իդեպ իմ հաջորդ հարցը դա է լինելու, ումն էր առաջարկը։ Նրանց ներգրավել։ Գարիկը առաջարկեց եւ Մարիանան, հա, կարծում եմ։ Մարիանան գրեց։ Դուրս եկել Մարիանան, այո։ Ու Մարիանան Գարիկի կնոջ մասին։ Իրականում sense խճանկարը իդեալական է հավաքվել այս դեպքում, որովհետև այդ հայկական կողմը sense ապահովում եմ ես, այդ pop, այդ ֆանտաստիկ իր մանիերայով ապահում է քնարիկը, ու sense այններ ինչ որ պետք էր էլի։ Ես վստահ եմ, որ մենք եւ մեր հեռուստադիտողները այսօր դրա ականատեսը կլինեն, որևէ բան կձոնեք մեզ։ Մի պուտչի բան Ոչ միայն կերակրի տեսքով, այլ նաեւ երաժշտության տեսքով։ Հոգեվոր։ Անհատական, որպես արտիստներ հասկանանք ինչով եք զբաղվում։ Դավիթ։ Ես բաս գիտար եմ նվագում ու նվագում եմ տարբեր խմբերում։ Շնորհակալություն Դավիթ, ցտեսություն, էթերի։ Ես հիմնական մասնակցությամբ կանոնահարուհի եմ, նաև զբաղվում եմ բլոգինգով, այդպես։ Եվ հանդես եք գալիս։ Եվ հանդես եմ գալիս։ Եվ հանդես եք Տարբեր գալիս։ թատրոններում, Կարալինի խմբում։ Ես այլ տարբերակ էլ գիտեի, մի Մենք էլ հումորային նախագծում։ Ճիշտ է, ում սկլավի ռեզիդենտ եմ նաև։ Շնորհակալություն։ Ես եւ հիշողություն կներեք։ Գոր։ նորության մասին Ես ներկապային երևի կասեմ, որ հիմնական մասնագիտությունս հա երաժշտությունն է, նվագում եմ երևի մոտ 10-15 տարի ու այդպես Դավիթի հետ սկսել եմ իմ առաջին քայլերը տարբեր բենդերում, հա, այդպես։ Քնարիկ, բացի այն, որ խմբի անդամներին թույլ եք տալիս գալ ձեր տուն եւ նրանցից գանձում եք գումար փորձավճարի տեսքով, այլ գործունեություն ինչ եք ծավալում։ Այդ ձեր վերջին ասացին գանձելու հետ կապված շատ նման է իմ մասնագիտությունը, ես վաճառքի մենեջեր եմ, աշխատում Dalma Garden Mall-ի մարքեթինգի բաժնում։ Ահա։ Դրա համար գումար գանձելու հետ ես շատ մեծ Իրարից շատ տարբեր մասնագիտություններ, ինչպես համադրվեցին դրանք իրար հետ։ Բարդությամբ են համադրվում, բայց հաշվի առնելով, որ ստեղծագործական կյանքը ավելի երեկոյան ժամեր է պահանջում, ավելի ազատություն է տալիս այդ առումով, հրաշալի փորձում եմ համադրել, չէ՞։ Ես կարծում եմ քնարիկը համեստություն է անում, եթե թույլ տակ ավելացնեմ, նաև ինքը թատրոնում է խաղում, ֆրանսերեն լեզվով շատ մամաներից եմ որ երեխեն նաև էս։ Ես ունեմ նման փորձ ունեմ, բարբերաբար ֆրանկոֆոն թատրոնում, ֆրանսալեզու ներկայացումներում, այդպես։ Ինչ երաժշտություն է ներկայացնում Կարալինի բենդը հիմնականում։ Դե ոնց որ ասացի փոփ երաժշտություն, խառնած հայկականի հետ։ Այտենց խառը Այն երգերն են, որ եթե մենք սիրում ենք, եթե բոլորի ճաշակը համընկնում է, ուրեմն համոզված ենք, որ ժողովուրդն էլ է սիրում, ժողովրդի սիրելի երգերն են, համադրված այնպիսի երգերը, որոնք լսված են հայերեն երգերի մասը խոսքը լսված են եւ գուցե եւ դեռևս լսված չեն շատերի կողմից, նման դեպքեր լինում են։ Իրականում Կարալինի այդ գլխավոր առանձնացնող հատկանիշն է, որ կան մարդիկ, ովքեր նախընտրում են հայկական երաժշտություն, մեր հին, այսինքն մեր ժողովրդական երգերը, ֆոլկլորը եւ այլն, ու կան մարդիկ, որ ժխտում են դա, նախընտրում են փոփը եւ այլն, ասած մենք ինչ-որ հետաքրքիր բան ենք, խորամանկ բան ենք արել եւ ստացել ենք միքսը, որ բոլորի քիմքին Բայց կարծում եմ լավ է մեկ անգամ լսել, քան 1000 անգամ լսել։ Այնպես որ խնդրում եմ ներկայացրեք մեզ մի գեղեցիկ կատարում։ Այո։ Քնարիկ դուք որպես մենակատար եք հանդես գալու։ Ոչ, ես ինչ եմ համարում մենակատար, քանի որ ինձ հետ հավասար կատարող երկկատարներով մենակատար մեկ, մենակատար Ուզեք տեղերով փոխվենք նկատի ունենք։ Ոչ, բացարձակ ուզենք, որպեսզի մի գեղեցիկ կատարում նվիրեք մեզ։ Գնանք։ Հա, ճիշտ ասած սաունդի տեսանկյունից այդքան էլ են չի, ինչ որ մեր համերգներն են լինում։ Դե բնականաբար ամեն ինչ հասկանալի է։ Բայց հետաքրքիր։ Փորձենք սա սաունդ պայմաններում Մենք էլ ենք առաջին անգամ անում են, ինչ որ հիմա անելու ենք։ Գնաց։ Ո՞վ է սկսում։ 3 4 Դու
somebody dance for you. Make it bomb, make it bomb, make it bella. Oh, can I get up? Make it bomb, make somebody dance for you. Արեկաստած տտումը, առինք բերինք պետունը, վրա շակարը լծեցինք, թոմների մեջը կապեցինք։ Hey, Jan Rapama, hamo foto Rapama. Hey, Jan Rapama, nush foto Rapama. Make it bomb, make it bella. Oh, can I get up? Make it bomb, makes my body dance for you. Make it bomb, make it bella. Oh, can I get up? Make it bomb, makes my body dance for you. I wanna hear your breath just next to my soul. I wanna feel a place without any rest. I wanna see you sing. I wanna see you fly, 'cause you are the real beauty of your life. Hey, Jan Rapama, amo foto Rapama. Hey, Jan Rapama, nush foto Rapama. Hey, Jan Rapama, amo foto Rapama. Hey, Jan Rapama, nush foto Rapama. Hey, Jan Rapama, amo foto Rapama. Hey, Jan Rapama, nush foto Rapama. Hey, Jan Rapama, amo foto Rapama. Hey, Jan Rapama, nush foto Rapama. Կադրից այն կողմ գտնվող մարդիկ նույնպես կարող են ծափահարել, բրավո եւ շնորհակալություն։ Մերսի։ Մի անգամից դրամատրությունը փոխվեց, ել ավելի լավացավ, որովհետեւ շատ լավ էր, բայց անդրադառնանք այսօրվան։ Ինչ եք պատրաստելու մեզ համար։ Քանի որ խոհանոցը իմն է, ես եմ որոշում։ Որոշեք եւ կայացեք ձեր որոշումը, հնչեցեք։ Այո, բայց իմացեք, որ ամեն ինչ շատ ընդունվել է բոլորի կողմից։ Լավ։ Կպատրաստենք այսօր հավի կրծքամիս, որը կուղեկցվի բանջարեղենով Այո։ իր հետ։ Նաև կպատրաստենք մի հետաքրքիր ուտես, որը կոչվում է բյորեկ, սուջուխով եւ պանրով լցոնված բյորեկ։ Նաև կպատրաստենք, չեմ կարող ասել արդյոք համարվում է հունական աղցան թե ոչ, բայց կպատրաստենք լոլիկով, վարունգով, ֆետա-պանրով եւ հետաքրքիր համեմունքներով աղցան։ Ես կարծում եմ եւ գուցե եւս պատրաստենք բրուսկետա, որը կպատրաստի էթերին, եթե հասցնենք ամեն ինչ մեր ուզածով գնա։ Հիանալի ճաշացանկ եք որոշել այսօր մեզ համար, բայց գնումներ ունենք կատարելու, իսկ դրա համար պետք է գնալ խանութ, այնպես որ առաջարկում եմ այս պահին դադարեցնել նկարահանումները, հազալ եւ հետո շարունակել մեր նկարահանումը։ Ինձ էլ է պետք դա։ Գնանք։ Գնացինք։ Ժողովուրդ, շատ վատ էր։ շատ կայֆ էր, հակառակը շատ լավ էր։ Նկարենք, որտեղ անկապ մտան։ Իհատ էլ նկարենք, Այս պահը կարանք։ որ հետո համել տեսահոլովակ գնա որպես։ Էղ, բայց լավ Չէ, է, մի բան Չէ, արա։ այս եթե տեսահոլովակ ունի, Բնական գնա։ արդեն երկրորդ տեսահոլովակը ունի, շնորհավորում եմ ձեզ։ Ես sense հավես էր դա, ես սխալ մոտեցման ախր։ Հա, իհարկե շատ լավ է։ Բայց գոնե ֆարմեկտի ռաստից նո։ Համել տան պայմաններում Ազնիվ էր։ Եթե չեք հավատում, որ շատ լավ էր, կմտնեք այն մեկնաբանությունների բաժնում կտեսնեք ինչ Կոմենտները լավ բաներ են դրած։ Լիքը վատ բաներ։ Քնարիկ, մենք Այո։ արդեն ձեր բակում ենք, ավելի ճիշտ փողոցում, որտեղ դուք բնակվում եք։ Փողոցում չեք բնակվում, այն փողոցի վրա, որտեղ դուք ապրում եք։ Եվ քանի որ յուրաքանչյուր բան շատ մոտ է մեզ, մենք որոշեցինք գնալ ոդկով, ոչ թե մեքենայով։ Ձեր Այո։ մանկությունը անցել է հենց այս թաղամասում։ Ցավոք ոչ, անցել է լրիվ ուրիշ հատվածում, մի քիչ ավելի ներքև, 18 թվականից է իմ կյանքը ընթանում այստեղ։ Իսկ դուք այլ տաղանդավոր մարդիկ, որտեղ է անցել Ես- ձեր մանկությունը, Երևանում, Երևանից դուրս։ Երևանում։ հա, բոլորս Երևանից, չէ՞։ Բնիկ մասիվցի եմ, ողջունում եմ բոլոր մասիվցիներին։ Դավիթը նույնպես մասիվից է։ Ես բնիկ կենտրոնցի։ Եթե մասիվցիով տենց խոսացիք, ես Ես ճիշտ ասած մոտ 3 տարի է բնակվում եմ այն շենքում։ Քնարիկ Մենք շատ մոտ ենք Հարևաններ եւ ենք։ ասեմ դա շատ մեծ պլյուս է, որովհետեւ համերգներից ու ելույթներից հետո միշտ ինքը ինձ տանում ա տոն ու այդ որ Դա բայց Շատ հաճելի պլյուս է։ Էդ է ուզում Այո, ասել, դա փոշելից Շենից եմ Մի քիչ հիմա։ վատ ունչեց։ Շատ Մենք մեր շատ բաներից հաճելի գոհ բացահայտումներ։ Մենք այլ թեմաների մասին կխոսենք ճանապարհին, բայց հիմա գնումներ ունենք կատարելու, ինչ պետք է գնենք բանջարեղեններից կոնկրետ։ Ասեմ ինչ ենք գնում։ Ասեք ինչ ենք գնելու։ Գնում ենք հավի հետ
օգտագործելու համար մի քանի բան։ Եկեք ես մի անգամից վերցեմ, խնդրեմ իմ շպատկը։ Իսկ որոնք են այդ մի քանի բաները հիմա հնչեցնեմ։ Ուրեմն կառնենք գազար։ Գազար։ Կառնենք բրոկոլի, եթե այստեղ լինի։ Այո։ Կառնենք, սպասեք, բուլղարական պղպեղ, գունավոր։ Նաև կառնենք լոլիկ, կառնենք վարունգ, սոխունենք, թերևս այսքան։ Խնդրեմ, անցեք գործի Ռեհան ինտերնետ այստեղ չկա, Ռեհան մենք հետո կառնենք։ Շատ լավ, դե հիմա խնդրեմ այն ամենը ինչը որ պետք է գնել այստեղից։ Ստանձերից ունենք լավ։ Յուրաքանչյուրը եթե ընտրի մեկ բանջարեղենի տեսակ, մենք շատ արագ կարողանանք իրականացնել այս նկարահանումը։ Խնդրեմ ընկերներ, կոլեկտիվ կերպով անցեք գործի։ Ես ինչ եմ։ Ով որ բանջարեղենից է լավ գլուխ հանում։ Միացասեք որն է, ես առնեմ։ Հասկացանք, գործ ամեն ինչ։ Հələ ասա ես ինչ Որը ուզում ես դա վերցրու։ Իդեպ ձեր ստեղծագործական ընթացքն էլ է այսպես լինում շատ բուրըն եւ բոլորը իրար հետ քննարկելով։ Միշտ միասին խոսում ենք։ Չենք լսում իրար, միշտ միասին խոսում ենք։ Իսկ գործում Գործում ավելի համեստ ենք ինձ թվում, ահա։ միասին գործում եք համեստ։ Այո, բեմի վրա շատ համեստ սիրալի։ Շատ արագ որոշեցիք ավարտել այստեղ գնումները, առանք շատ լոլիկ, երկու տեսակի իդեպ, ինչու։ Իրականում մենք քանի որ միշտ տենց տարբեր ենք մտածում։ Վերջում անցնում է համերաշխությունը։ Մի փոքր իմ կարծածից, մի փոքր քնարիկի, տեսնենք որն է լավը դուրս գալու քաղցել։ Գոռը հետաքրքիր կերպով հետևում է թե ինչ է կատարվում, գոռ հասկացաք, չէ՞ ինչ բանջարեղեններ գնվեցին այս ընթացքում։ Հեսա ասեմ։ Որովհետեւ դուք ասացիք ասեք թե որը որն է, ես կարծում եմ դուք արդեն պատկերացրեցիք։ Խնդրեմ կնշեք որքան է կազմել մեր ընդհանուր առևտրի գումարը 3000 դրամ։ 3000 դրամ եւ առաջարկում եմ որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Մենք վճարենք մեր փոխարեն։ Ինչու։ Մենք շատ ենք։ Մենք շատ ենք ուտելու։ Լավ, համոզեցիք վճարեք։ Մենք շատ ենք դուք քիչ։ Մեզ անհրաժեշտ է նաեւ հավի կրծքամիս, ճիշտ է։ Այո։ Գնացինք հաջորդ խանութ։ Շնորհակալություն։ Շարունակում ենք մեր թափառական երաժիշտ նախագիծը եւ ուղևորվում ենք դեպի մսի խանութ։ Այո։ Դե գնացինք, զրուցենք միասին եւ քայլենք դեպի մսի խանութ։ Հաղորդման այս հատվածում մեր բոլոր հյուրերին մշտապես տալիս ենք նույն հարցը եւ դուք նույնպես բացառություն չեք, այնպես որ խնդրում եմ հերթով պատասխանել այս հարցին։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Խնդրեմ քնարիկ։ Օ, ես այդտենց դաժան լավ բարդ հարց եք տալիս։ Ինչը կփոխեի ես, շատ բաներ կփոխեի, կրթության ոլորտը կզարգացնեի, լավ կրթությունը միանշանակ ավելի հասանելի կդարձնեի։ Գուցե հատկապես այս շրջանում պետք է աշխատել բնության պահպանման հարցերում, նույնիսկ չեմ ուզում խորանամ այլ հարցերում, բայց շատ ֆունդամենտալ հարցերում կուզեի ներդրում ունենայի ու Հայաստանը դեպի լավն է, բայց երևի առաջինը կրթությունը լինի, ավելի գիտակից լավ քաղաքացիներ ունենալու համար եւ սերունդներ։ Շատ կարևոր էթերին։ Իրականում մի փոքր քնարիկի միտքը լրացնելով կասեի, որ ես օրինակ շատ կուզեի, որ բոլոր ընտանիքներում երեխաներին դասավանդվեր կամ գոնե թե ինչ որ մի շրջան բոլորը ինչ որ արվեստի մի ճյուղի տիրապետեին, որովհետև ես անկեղծ կարծում եմ, դա կլինի երաժշտություն, գեղարվեստ կապ չունի, ես կարծում եմ, որ արվեստի մեջ գտնվող մարդիկ շատ չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ոնց որ level-ով ավելի բարձր լինեն մտածելակերպով եւ աշխարհայացքով։ Եվ իմ կարծիքով մարդիկ եթե իրանց կյանք բերեն արվեստը եւ սկսեն ավելի լայն մտածել, ավելի ազատ մտածել, ինչ որ միտեղ չսահմանափակել իրենց, որովհետև մենք մեր ընտանիքներում ունենք կարծում եմ այդ խնդիրը, ես չեմ ուզում դա դեպի մենթալիտետը տանել, որովհետև ես ամեն դեպքում մենք կարծում եմ, որ մենք լավ մենթալիտետ ունենք ինչ որտեղ նաև, որովհետև ես շատ պատրիոտ եմ իմ էությամբ, բայց ամեն դեպքում կարծում եմ այդ քառակուսներից դուրս գալու մասին պետք է սովորեցնել մեր եկող սերունդներին եւ այդ արվեստը շատ օգնում է այդ ամեն ինչում, կարծում եմ պետք է ավելի շատ սկսել ուսումնասիրել։ Կարող եմ քեզ լրացնել, իմ կարծիքով խոսքը գնում է ներքին, թե իմ ասածը, թե էթերի ասածը, ներքին կուլտուրայի բարձրացման մասին է։ Իմ կարծիքով դա ամենակարևորն է յուրաքանչյուր ժողովրդի համար, եթե համաձայն ես Միանշանակ։ Գոր Տեսեք, ես Հայաստանում ոչ թե ինչ-որ բան կփոխել, այլ
կավելացնեի այն, որ դրական մասին, դրական բաների մասին շատ քիչ է խոսվում։ Այստեղ ամեն օր մենք առավոտ, չգիտեմ, կամ ոդքասթները բացում ենք, կամ բոլորը բողոքների մասին է, հա, կամ բոլոր հաղորդումները sense լսում ես, հետո վերջում պարզվում է, որ դա ընդհանուր բողոքի մասին է, հա։ Ես կավելացնեմ, որ մի քիչ ավելի պոզիտիվ բաների մասին խոսվեր, հա, չգիտեմ, մեր շրջապատում շատ կարևոր, շատ դրական բաներ է կատարվում, չգիտեմ, անվճար համերգներ, անվճար ուսուցումներ, արտասահմանում ուսուցումներ, դրա մասին քիչ է խոսվում, շատ լավ մյուզիքի մասին քիչ է խոսվում, էլի ես կավելացնեմ, որ դա մեզ պակասում է։ Դավիթ։ Դե նախ ես վերջինն եմ, բոլորի հետ համաձայն եմ, երևի կարևոր մտքերը, հա, կա, եւ կարմիր խաղացող եմ, խնդրում եմ ինձ չհանեք այս շրջանին, այս երկրից։ Չէ, ես ավելի շատ երևի կավելացնեմ քաղաքավարության աստիճանի բարձրացում կուզենայի ավելի շատ, որովհետև թե կլինի մեքենա վարելու մեջ, թե կլինի հերթը, թե կլինի կապ չունի ամբողջ այդ սպեկտրը վերցրած էլի, որովհետև դա այդ գիտակցությունը շատ կարևոր է լավ քաղաքացի, լավ հայ լինելու համար, որովհետև մեր համար կարևորը հայը, թե ֆրանսիացին ոնց կլինի Դա իրանք մտածել էլի։ Շարլը այդքան մտածել է։ Այսինքն կրթություն, արվեստ, դրականի մասին բարձրաձայնում եւ քաղաքավարություն։ Իրականում ձեզ հետ լիարժեք համաձայն եմ, եթե այս 4 գործոնը լինեն մեր կյանքում մի փոքր ավելի շատ, վստահաբար մեր կյանքը եթե ոչ 180, գոնե 90 աստիճանով դեպի լավը կփոխվի։ Շնորհակալություն բարեկամներ, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութում։ Վաղ։ Մերսի ձեզ էլ։ Հասանք երանելի պահին, ժամանակն է միսը գնելու, բայց մի հարց ունեմ ձեզ։ Ձեր խմբի պրոդյուսերը վեգան է եւ դուք դեռ դավանափոխ չեք եղել, ինչպես հասկանում եմ։ Դեռ ոչ։ Հակառակն եք։ Դե մնացինք։ Ամեն համերգից հետո միսը սպասում է շաուրման ու մնացածը դրա համար մենք չէ։ Հուսամ այսօր մեզ էլ է շատ համեղ միս սպասվում, այնպես որ ով է մսի վարպետը ձեզնից։ Մսի վարպետը էթերին։ Էթերին։ Ես կլինի ես Ոչ կլինի ձեր տունը, ինչ կուզեք կանեք։ Ես ասեմ, ես շատ լավ եմ պատրաստել, նույնիսկ խորոված պատրաստելու փորձ ունեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեզ պետքա հավի դոշ։ Մի հատ որ ցույց տակ ինչ չափերի է, ըստ այդմ հասկանանք։ Ձեր հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը։ Ինչը։ Բայց շատ համեղ է պատրաստում կարևորը դա։ Իրանք հետևում ինչ որ իրենց բաներն են, որ մենք չգիտենք։ Ինտրիգներ կան, կուլիսային խոսակցություններ են, դա նորմալ է։ Ահա, որ շատ խնդրեմ 3 հատը սենց կդնեք։ 3 հատ կրծքամ։ 3, չէ, 3 զույգ։ 3 զույգ։ Այսինքն որ սենց 6։ Պատկերացրիք։ Վերջ։ Այստեղից այո, վերջ։ Մսի խանութից այսքանն է մեզ անհրաժեշտ։ Կարծում եք երիքա այսքանը մեզ։ Նախընտրում։ Բարի։ Ինձ հերիք։ Մեր ֆինանսիստ Դավիթ։ Էլի Դավիթ։ Դավիթ, մեր առաջարկը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ։ Դու կարող ես չկոտրվել եւ ես կվճարեմ։ Մենք վճարենք։ Դուք եք վճարում։ Շնորհակալ ենք ձեզ այսպիսի առատաձեռն հյուրասիրության համար։ Իսկ մեր հաջորդ հանդիպումը լինելու է կռահեք թե որտեղ։ Խոհանոցում։ Շնորհակալություն։ Հարգելի արտիստներ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Գնացինք։ Մառանիկ, համի գաղտնիք։ Շատ լավ էր, մի փոքր ուղումներով, ընտրյալ հատիկ, Համի գաղտնիք, Մառանիկ։ սիրով նվիրում ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։
տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն Դավիթ։ Աբերբանդայ։ Ընկերներ, սուրճի սիրահարեք թե ոչ։ Մեծ։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Lebo սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Lebo սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ շատ, ես ամեն առավոտ հատկապես կխմեմ։ Ես էլ երեկոները։ Որ արթուն մնանք։ Այո։ Տաղանդավոր մարդիկ արդեն խոհանոցում ենք եւ մեր առջեւ դրված են այն մթերքները, որոնք այսօր օգտագործելու եք։ Թվարկենք դրանք հերթով։ Մեզ անհրաժեշտ է լոլիկ, վարունգ, ֆետա պանիր, հաց, հավի կրծքամիս, սխտոր, ձիթապտուղ, պղպեղ, բրոկոլի, բազիլիկ, պանիր, սուջուխ, հավի համեմունք, օրեգանո, կարմիր, սև պղպեղներ, աղ, խմելի, սունելի, սումախ, կծու պղպեղ, բալզամիկ սոուս եւ ձեթ։ Իսկ թվում է այսքանից հետո դու պետք է սարքես, որտեվ դաժե մենք չգիտենք այդքան ինչ ունենք, ինչի համար է եւ ինչից ենք սկսելու։ Քնարեք մասնագետ։ Քանի որ ամենաժամանակատարը իմ կարծիքով դա լինելու է բյորեկը եւ լինելու է հավի կրծքամիսը, ամեն դեպքում կսկսենք հավի կրծքամիսից բանջարեղենով, կհամեմենք միասին, կդնենք արդեն ջեռոցում։ Էթերին դու կզբաղվի բրուսկետայով։ Մանր մուներ Դու նշանակումներ Այո, ես նշանակումներ եմ արել, ես Տվեք հստակ հանձնարարություններ։ Հաստիկներ։ Էթերին կզբաղվի բրուսկետայով, իսկ Դավը եւ Գորը կզբաղվեն բյորեկի լցոնի պատասխան բանով ծորկա գնացինք Բարեկամներ, օգտվելով առիթից, որ այս պահին բոլորդ գտնվում եք կադրում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր հաղորդումը եթերը գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան, YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքրիկ ակնարկ մեր մասին, իսկ հիմա շարունակենք։ Ձեզ անդրադառնանք։ Ով է ավելի շատ լինում խոհանոցում ձեզնից։ Ինձ թվում է ես։ Ինչու՞ ես չէ։ Ես հաստատ չգիտեմ որոշել։ Կարծում եմ քնարիկից ու էթերից հետո նոր մեր հերթը գալիս է խոհանոցում։ Իրանք մասնագետ են այդ հարցում, չէ՞։ Ես խոհանոցում շատ անկեղծ ասեմ, գրաֆիկի դիելներով շատ հազվադեպ եմ լինում, բայց ես այն մարդկանցից չեմ, որ ասում, ես չեմ սիրում պատրաստել, ես չեմ պատրաստել, շատ եմ սիրում պատրաստել, ու կարծում եմ ձեռքիցս գալիս է, բայց ցավոք հաճախ չի ստացվում։ Քնարիկ, դուք լռում եք համեստորեն։ Ես համեստորեն լռում եմ, որովհետև ես շատ եմ սիրում պատրաստել ու ինձ ասում են ամեն դեպքում, որ իմ մոտ դա շատ լավ է ստացվում ու ես շատ եմ սիրում խոհանոցը, բայց գուցե եւ այնքան չեմ պատրաստում, ինչքան որ իմ ամբողջ պոտենցիալն է, եթե անկեղծ։ Նաև պետք է խնդրեմ, որպեսզի ձեր պատրաստած ուտեստների համար մտածեք անուններ, որովհետև վերջում համտեսելուց մենք պետք է անվանակոչենք դրանք ձեր իսկ նախընտրած։ Իսկ կարող մի բան առաջարկեմ ավելի հետաքրքիր։ Եկեք ասոցիացիաներ։ Ինչպես հասկանում եմ, չեք առաջարկում, դուք ստիպում եք, այո։ Այսօր ես չէ ստիպելով եմ արտնացել։ Եկեք սենց անենք, եկեք մեր երգերի հետ ասոցացնենք։ Ասոցացնենք։ Այս երգը այս ուտելիքն է։ Շատ լավ միտք է։ Համել մեր երգերը։ Օրինակ, այն ինչը հիմա պատրաստում եք անվանենք ղափամա։ Ոչ, օրինակ այն ինչը ես պատրաստում եմ, բյորեկը լցոնված է, կարող ղափամայի տեղանցի։ Լավ, այս պահին դուք շատ հաշտ համերաշխ իրար հետ գործում եք խոհանոցում, բայց աշխատանքի մեջ, հատկապես ստեղծագործական աշխատանքի մեջ կան վեճեր, տարաձայնություններ, անհամաձայնություններ։ Անկեղծ պատասխանեմ, ցանկալի է։
Ինձ թվում է չկա, չեն կարող ասել, որ դրանք վեճեր չեն կարող կոչվել։ Անհամաձայնություններ լինում է, բայց հատկապես ինչ թեմայի շուրջ։ Ճաշակային Ինձ թվում է ավելի շատ ճաշակային երգերի ընտրության, չէ, ինչ որ մեկի դուրը գալիս է, մյուսինը չի գալիս, այդպես չեմ կարծում, որ դրանք կարող են անվանել վեճեր։ Բայց այնքան առողջ մթնոլորտում այդ ամեն դիսկուսիաները անցնում, որ ասած ասեմ կոնֆլիկտաբեր խմբի ես։ Ինչու՞։ Ես շատ էմոցիոնալ եմ, շատ ու պանիկյոր, բայց իրանք ինձ հետ համակերպվել են, դրա համար խաղաղ եմ երգում։ Խաղաղվել է ամեն։ Չէ, անկեղծ ոչ թե որ հատուկ եթերի համար ենք ասում եւ այլն, այնքան իդեալական ենք բռնել մարդկային հատկանիշներով մենք իրար խմբում, որ հարազատության զգացողությունը շատ շուտ է եկել ու ինձ թվում է ասենց խմբի հենասյունը հենց այդ մեր իրար վերաբերմունքն է, իսկապես առանց հետին մտքի եմ ասում, շատ հարազատական է խմբի ներսու վերաբերմունքը, այն որ դրա համար շատ առողջ մթնոլորտում ամեն ինչ ընթանում է, էլի անգամ այդ դիսկուսիաների ժամանակ։ Ցավոք սրտի մի շարք հաջողված խմբեր որոշակի ժամանակ անց կազմաքանդվում են եւ դառնում են անհատական արտիստներ։ Հուսամ ձեզ դա չի սպառնում եւ որքան էլ անհատական կարիերայով զբաղվեք, միևնույն է խումբը կշարունակի գործել։ Կան այդպիսի ցանկություններ նաեւ որպես անհատական արտիստներ հանդես գալու շատ ավելի մեծ թափով, ոչ թե այն կերպով, ինչպես որ հիմա է։ Երեխաներ Ես մի անգամից սկսեմ պատասխանել, էլի մի հատ նախ իմ համար կարևոր է անցած հարցին մի հատ էլ ես անդրադարձ ունենամ։ Ես ունեցել եմ փորձ, որտեղ որ աշխատել եմ ուրիշ բենդում, միայն կանացի բաներ, էլի կոլեկտիվ էր, այսքան աղջիկների բենդեր։ Օրինակ իմ համար շատ հետաքրքիր փորձառություններ տղաներ ինչ կլինի աշխատանքային process-ի հետ, եթե նաև ավելանան տղաները եւ շատ զարմանաս ինձ, բացի դե աղջիկները բնականաբար հատկապես երբ որ խոսքը գնում է էթերի պես աղջկա մասին, բնականաբար այլ տարբերակ չէր կարող լինել լավ աշխատանքից զատ, բայց տղաները ինձ շատ հիացրեցին ու իրանց լինելը շատ օգտակար է, շատ adekvat ու պրագմատիկ գուցե ինչ-որ մի բան է բերում, որովհետեւ չեմ զիջի էթերին, ես էլ եմ մի փոքր էմոցիոնալ ու լավա որ իրան կա մի քիչ մեզ sense բան են անում։ Իմի ենք։ Լրացնելով մեկս մյուսին, հա։ Դա նախորդ հարցն է։ Դա նախորդ հարցն է, իսկ երկրորդ հարցը։ Երկրորդ հարցը ինչպես է։ Չէ, կարիերան է, առանձին կարիերան։ Ոչ։ Ոչ։ Բայց ես կարծում եմ մենք այդտեղ խնդիր չենք տեսնում։ Ինձ թվում է բոլորը ունեն ազատ մտածելու իրավունք։ Իհարկե։ Իսկ ազատ գործելու Չէ, մենակ մտածելու։ Միայն գործեց։ Լավ, հիմա առանց հումորի։ Եթե ձեզ լինում է որպես անհատական արտիստ որևէ առաջարկ, դա պետք է համաձայնեցնել խմբի անդամների պրոդյուսերի հետ, թե դուք ազատ եք ձեր որոշումներում։ Չէ, իհարկե ազատ ենք, բայց ամեն դեպքում զուտ իրար ունենալով հա այդ էթիկայից հա ելնելով պարտադիր մենք ամեն ինչ հիմնականում խոսում ենք իրար հետ, ամեն մեկս տեղյակ ենք մյուսի գործունեությամբ թե դրսի հետ կապված կոպիտ ասած, թե մեր իրա մտածելով թե ինչ պետք է անել հաջորդի։ Ու նաև որպես ընկերներ կարող ենք խորհրդակցել, թե այդ առաջարկը ինչքանով է կարևոր իր համար կամ արժի այդ առաջարկից հրաժարվել թե ոչ, բան, այսինքն այդ ամեն ինչը քննարկման փուլում Առողջ մթնոլորտում են անցնում։ Իհարկե, բախումների բարեբախտաբար։ Այո, իդեպ խոհանոցում էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ շատ կանոնակարգված է։ Ես ունեմ նման փորձ հատկապես ուրիշի խոհանոցում աշխատել, դա ահավոր է, որովհետև դու մտնում ես ուրիշի տարածք ու սկսում եք իրար չսիրել։ Իսկ մենք հիմա իրար սիրում։ Հա, այդ եմ ասում, մենք հիմա շատ լավ ենք, հələ որ սիրով աշխատում ենք։ Շատ վերջերս ինչ եղավ քնարիկ։ Շատ վաղ։ Դա լինի արդենացիալ։ Մենք ուտենք արյունոտ ճաշ։ Շատ վերջերս դուք ունեցաք տեսահոլովակի պրեմիերա։ Այո։ Արձագանքներն ինչպիսին են։ Շատ լավ։ Բոլորը ով լսել է, այսպես ասեմ, սիրել են։ Այո։ Ոչ մեկին չենք ստիպել որ սիրեն, դեռևս լավ են արտահայտվել։ Քնարիկ։ Ո՛й, շնորհակալ եմ շատ։
Ներողություն էթերի, մենք մարդ էինք փրկում այս Ճիշտ ընթացքում։ կարևոր գործ ունեինք։ Այո։ Բայց ես էլ այնքան անգլիացիները ասում են goldfish memory, չեմ հիշում ինչից էինք խոսում։ Խոսում էինք տեսա, ինչ է կատարվում, ժողովուրդ, ինչու չեք հիշում հարցերը։ Տեսահոլովակի արձագանքներից։ Բոլոր երաժիշտները մի քիչ հոգնած են կյանքում։ Ես օրինակ կարամ ասեմ ինչ հետաքրքիր արձագանքներ են եղել։ Ես նույնիսկ լսել եմ, որ սա ձեր լավագույն աշխատանքն է, արտահայտությունը, որ շատ աչք կա, շատ դրայվով է, շատ իսկ գիտեք որն է այդ երգը։ Հաջորդ հարցն էր դա։ Կարող եք գալ դուք այստեղ, ես գամ այդտեղ ինչ որ բաներ կտրատեմ։ Հա, որովհետեւ կտրատելը չի, բայց հետո պետք է երգես, Վահան։ Ես երգեմ։ Եթե դուք ուզում եք, որ ձեր բենդը փակվի, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նոտա կարող եմ երգել։ Okay, խնդիր չկա։ Քնարիք պատմեք։ Պատմեմ, հա, մենք ունենք նոր երգ։ Չեմ հավատում։ Էլի մոռացա։ Մենք ունենք նոր երգ Fireball-ը, Վայ Սարին երգի հետ միացրած։ Խնդրում եմ 4 տող։ Rap 1 2 3 4 Mr. Worldwide to Infinity. You know the roof on fire. We got boogie boogie boogie, jiggle wiggle dance like the roof on fire. So. Չեմ հավատում, հրաշալի բրավո։ Ծափար ենք։ Շնորհակալություն, սա մինիմում բաններ, որ ես կարող եմ անել։ Շատ համեստ եք նաև քնարիք։ Այս երգի մասին էր խոսքը, այս տեսահոլովակի մասին էր խոսքը։ Այո։ Եվ այստեղ միանում է ժողովրդական երգը, մեր բոլոր մենք չենք փոխում մեր կոնցեպտը, բոլոր այդ փոփ հայտնի երգերին միանում է ինչ-որ ժողովրդական երգ, որը բնականաբար համընկնում է լադային եւ այլն, այս երգին միանում է մեր ժողովրդական վայ Սարին, վայ Յարին, վայ Սիրահարին գեղեցիկ երգը, բոլորին խորհուրդ ենք տալիս ազատ ժամանակ լսել մեզ եւ թե ինչու ոչ պատրաստել մեր երաժշտության ներքո շատ արագ, շատ համավաստ։ Եվ ոչ միայն ազատ ժամանակ։ Զբաղված ժամանակ։ Ամեն իրականում այս այն երաժշտությունն է, որ ոչ պարտավորեցնող երաժշտություն է մեր, ես այդպես կարող եմ ասել, որ ոչ շատ այն տժ վիճակներն է, որ ականջիդ խանգարի հոգնես մեկից հետո, ոչ էլ ինչ որ հանդարտես միջին հավես պարային վիճակ ենք բռնել, ինձ թվում է։ Էթերի ոսկերչական աշխատանքը ավարտված է հացերի հետ կապված, որոնցով դուք պետք է պատրաստեք բրուսկետա։ Դա պետք է տեղափոխել ջեռոց։ Վահան, ինչ խոսք։ Սա արվեստ է, սա սյուրռեալիզմ է։ Սյուրռեալիզմ խնդրում եմ տեղափոխեք սյուջեռոց։ Նաև դուք այստեղ պատրաստել եք բրուսկետայի համար նախատեսված հավելումը, որը որ պետք է լինի բրուսկետայի վրա, ճիշտ է էթերի։ Այո, այո։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Մանր կտրատված լոլիկ, բազիլիկ, եւ քանի որ մեր Դավիթը զիթապտուղ չի ուտում, առանձին ենք կտրել, մի քանիսը կանենք առանց զիթապտուղ։ Այսքանը։ Իսկ աղ արել ես։ Աղ չեմ արել, չէ, բայց Սա դրած է։ Կարող խառնել։ Խնդրեմ։ Ես ասեմ, հիմա առաջին հերթին այն ինչը որ պատրաստեցինք, մեր Իդեպ միսը հիշեցնենք, որ համեմել ենք այս ամենը աղով, պղպեղներով, հավի համար նախատեսված համեմունքով եւ Այո, օրեգանոյով։ աղան, հիմա լցնում ենք սա արդեն նախորոք պատրաստված ամանի մեջ, խնդրեմ ինձ օգնեք, սա գեր ծանր է։ Իսկ մենք ինչ որ բան կա, որ պետք է անենք հիմա քնարիք։ Այո, այո, Խոհանոցի վարիչ մեզ օգնի, էլի։ մի վարքան ներողություն։ Ահա, մի փոքր իրեն սենց տարածում ենք, ասեք, որ ինչ-որ ես, բայց դուք կասկածում եք, շաուրմա արնենք, շաուրմա արնենք։ Դե շաուրմայի բաղադրությունն է ուղղակի առանց լոշիկի։ Ես վերջի հիմա ասեցի, փորձում ենք։ Էս խառնում եմ։ Այո, սա խնդրում եմ լցրած սրա վրա, պաների վրա ավելացնում ենք սուջուխը, մի փոքր իմ խորհուրդն է, որ կարմիր բիբար ավելացնենք, խառնենք, տեղափոխենք խմորի մեջ, խմորը փակենք, ուղարկենք ջեռոց։ Շատ լավ։ Քնարիք, ինչպես հասկանում եմ, այս խմբի անդամներից միակ մարդը, ով պրոֆեսիոնալ կերպով չի զբաղվել մինչ այդ երաժշտությամբ, դա եղել եք դուք։ Կպատմեք ինչպես հասկացաք, որ սեր է արթնանում ձեր մեջ հանդեպ երաժշտությունը եւ ինչպես սկսվեց ընդհանրապես երաժշտական կարիերան ձեր կյանքում։ Միացադնեմ Մեկ հատ դա դրեք լվացարանում եւ վերադարձեք մեզ պատմեք թե ինչու եք այսպես տանջում Դավիթին։ Պատմեմ, իրականում Հիշեցնեմ հարցը, թե հիշում։ Չէ, ես հիշում եմ հարցը։ Ես երաժշտությամբ, ես արվեստի մեջ եղել եմ շատ մանկությունից, երևի հիշում եք թատրոնի մասին, որ պատմեցի։ Երաժշտությամբ զբաղվել եմ շատ քիչ, դաշնամուրի եմ գնացել մի քիչ երգել եմ, հակում միշտ
թեթև ունեցել եմ, հետո ինչ որ մի պահ ես մտա աղջիկների բենդ, all girls band, այդտեղ երգեցի, հետո ինչպես ասում են բոլոր բենդերը վերջանում են, վերջացավ եւ սկսվեց այս մեկը արդեն պատմությունը պատմեցինք։ Ըստ ձեզ, ինչպես կշարունակվի ձեր գործունեությունը, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, թե որպես պրոֆեսիոնալ մարքետոլոգ։ Կարող է լացեմ ես։ Ինչ-որ դաժան հարցեր դեն ուզում։ Չգիտեմ, դժվար եմ ասել, բայց մի բան կարող եմ ասել, որ աշխատում եմ ապրել ներկայով ու միշտ օգտվում եմ այն հնարավորությունից, որ ինձ ընձեռում են։ Եթե ավելի շատ եղավ այս ոլորտում, սիրով, եղավ այն ոլորտում, էլի սիրով, սիրում եմ այն ինչ որ անում եմ։ Հիմա Համաշխարհային երաժիշտներից ովքեր են ձեր ոգեշնչման աղբյուրը հանդիսանում։ Դավիթ։ Շատ դժվար հարց է, իրոք։ Ինձ թվում է երաժշտի համար вообще դժվար հարց է դա, որովհետև երաժիշտը լսելու համար մինչև գտնում է ինչ-որ մեկին, ում կարողանում է լսի, տենց անցնում են երկար ժամանակներ, երբ որ գտնում ես ինչ-որ մեկին, իրան էլ լսում ես երկար ամիսներ, մինչև ամբողջ այդ Գոր դուք ինչ կասեք։ Ես կավելացնեմ, որ քանի որ երաժշտությունը մի քիչ այսպես ասած մեր հիմնական զբաղվելիքն է, զբաղվելու միջոցը, որովհա մեծ ժամանակ անցկացնում ենք երաժշտության մեջ, բոլոր լեսոնները, բոլոր դասերը, ամեն ինչը, երբ որ դու անցնում ես Դավիթը հեսակա համաձայնի, ժամանակ չի լինում, որ դու միած հենց առանձնանաս քո մյուզիկը լսես։ Այդ երևի տենց, չգիտեմ, կարող մենակի մոտ է տենց, բայց տենց մի 2 շաբաթը 1-3 շաբաթը 1, որ տենց կարող ես կտրվես ու լսես քո սրտի մյուզիկը։ Երևի ամենադժվար հարցը երաժշտին է դա, թե ինչ ես լսում կամ ում ես լսում։ Ինչ ոչ կամ թեկուզ գորե ինչ-որ մեկին, որովհետև շատ դժվար է։ Երաժշտություն պարտադրում է բոլոր ոճերին ծանոթ լինես, ուսումնասիրես։ Էթերի ինչ հաջողություններ գրանցեցիք։ Մենք բրուսկետաների հացիկները հանեցինք, հիմա արդեն պետք է սկսենք սոխտորով համեմել, հետո լցոնել։ Իսկ իմ սիրած երաժիշտները ուղիղանցում եմ էլի կադրում։ Քանի որ այնպես է ստացվել, որ ես երաժշտական դպրոց եմ ավարտել, այսինքն զբաղվել եմ կլասիկ երաժշտությանը եւ շատ sense խորացել եմ, ուզում ասել, որ մենք ունենք ֆանտաստիկ հայ կոմպոզիտորներ, օրինակ ես շատ եմ սիրում Արամ Խաչատրյանին, իր գործերը, Բաբաջանյանին, Հարությունյանին, Սպինդիարյանին, ու sense մեր նոր սերնդին շատ մեծ ավարի եմ ուզում ասել, որ անպայման կարող է թվա, որ ինչների սա պետք ուսումնասիրենք եւ այլն, բայց այնքան սիրուն գործեր ունենք մեր հայ դասականները, անպայման խորհուրդ եմ տալիս լսել, իսկ արդեն մեր օրերի կատարողներից Florence and the Machine խումբն եմ ահավոր շատ սիրում, Florence-ի վոկալը իմ համար շատ top վոկալ է, նաև Nora Jones-ին եմ շատ սիրում, տղաներից Damien Rice-ին եմ շատ սիրում, մի խոսքով sense։ Իսկ գրականությունից Ոյ, շատ իմ թեման է։ Ես շատ եմ այս վերջերս սիրում կարդալ։ Իրականում էս էլ է մեծ բացահայտում, որ շատ ուշ եմ սկսել կարդալ, որտեղ ինձ միշտ ավելի հետաքրքիր, օրինակ ես մտածել եմ մի գրքի տեղը 4 ֆիլմ կնայեմ այտենց, մինչև որ իրոք բացահայտեցի գրականության աշխարհը, ու ինձ գրականության աշխարհը բայց գեղարվեստական գրականությունը մասնավորապես սկսեցի Ռեմարկով, ու հետաքրքիրն է, որ իմ ընկերները ովքեր sense ես իմ շրջապատում բոլորս sense մոլի կարդացողներ են, որ Ռեմարկով սկսեցին sense այսին հա լավ է թույլ գրականությունը սկսի, հետո կգաս բարձր արվեստին, ու sense հասկացա, որ Ռեմարկը շատ եմ սիրում, իր համար բոլոր գրքերն եմ ստեղծագործությունները կարդացել եմ, 3 ընկերով եմ սկսել, հետո արդեն հաղթական կամար, երկինքն ընտրյալներ չունի եւ այլն, ու հասկացա, որ այնքան սիրուն գործեր կան առհասարակ, օրինակ իմ ամենասիրելի գիրքը Ջոն Ֆաուզի Մագնամ, The Magus, Մոգը կներեք, անգլերենից հայերեն թարգմանությունը ինչ որ լավ չընթացավ Յանագի Խարայի Little Life փոքր կյանք շատ ժամանակակից գրականությունը արդեն մեկից շեդևրալ գործեր են, ես վերջերս էլ կարդում էի Սատանայի վիշտ այդպես ակոչվում ստեղծագործությունը, ասած իմ հեղինակին շատ անհարմարորեն մոռացա կինա հեղինակը դա Մինչ դուք կհիշեք, մենք խնդրենք, որպեսզի քնարիկը վերադառնա եւ դա ժամերով կխոսամ ես արդ դա հստակ հանձնարարություն, թե ինչ պետք է անել խմբի եւ խճողակի հետ։ Ես հասրի վատը երկրորդ անգամ ճղել։ Չեմ հավատում։ Այո։ Դրա համար ես եմ կտրատել։ Այո, դրա համար ինքը բայց դու ինչի՞ sense չես կտրում քառակուսի։ Ես կանեմ։ Ընտրում եմ մեր եթերաժամանակը արդեն սպառվում է, տվեք հստակ հանձնարարություն։ Նայեք, էսա, այստեղ եւ սա sense սիրուն փակում ենք։ Սա ստեղ։ Դե խնդրեմ փակում եք դուք։
Դավիթը փակում են բոլորը, այնուհետև սա պետք է հավքի թափատել։ Հավքի թափատել, քունջու թափատել եւ ուղարկել ջեռոց։ Վերջ։ Այո։ Մենք ընթացքում շատ արագ կպատրաստենք աղցանը։ Որը կմնա կարծում եմ կադրից դուրս, չէ՞ Դավիթ։ Շնորհակալություն ընկերներ, բարեկամներ, տաղանդավոր մարդիկ, մեր հաջորդ հանդիպումը կլինի սեղանի շուրջ, չմոռանաք անունները։ Այո։ Շնորհակալություն։ Քնարիկ ջան, ինչ հապատել, ինչպես անդադար դու քեզ ինքնախարազանում, ինքնավնասում։ Սպասեք։ Ինչպես։ Իհարկե սպասեք։ Հա, կարելի համ խոսել, համ գործել, հասկացա։ Բայց մի հարց էլի, ինչու բյորեք, ինչ կապ ունեք դուք այդ կողմի հետ։ Իմ տատիկը մեծ մաման, այսինքն իմ պապայի տատիկը, չէ, ավասեմ ավելին իմ պապիկը նույնիսկ ծնվել է Լիբանանում եւ իրենք եկել են հայրենադարձ են եղել Հայաստան։ Հա, Արևելյան Հայաստան, այսինքն մեր կողմ։ Նույնը իմ մորական կողմի հետ է, իմ պապիկը էլի իսկի ծնվել է Բուլղարիայում, ոչ թե Լիբանանում, ու հայրենադարձ է եղել Հայաստան։ Վիկիպեդիայում կա քո մասին ինֆորմացիա։ Իմ մասին չէ, բայց պապիկիս մասին կա ինֆորմացիա։ Պապիկս որտեղ գրող է։ Ժողովուրդ սոված ենք էլի, խնդրում եմ արագացրեք չեմ դիմանում։ Ժողովուրդ արագացրեք էլի։ Պապիկի անունը ինչպես է, ասա որ Գրիգոր գտնենք։ Ջանիկյան։ Ինչպես։ Գրիգոր Ջանիկյան։ Գրիգոր Ջանիկյան։ Գտնենք պապիկի մասին ինֆորմացիա։ Մամասա պապիկսը, մորքուրսը։ Յանիկյան։ Յանիկյան։ Եվ այսպես հարգելիներս եկավ իմ ամենասիրելի պահը, երբ մենք պետք է համտեսենք այն ամենը, ինչ դուք պատրաստել եք, բայց մինչ այդ լսենք այն անունները, որով կոչեցիք ձեր պատրաստած ուտեստները։ Խնդրեմ, որպես կրեատիվ պրոդյուսեր։ Մենք մեր հերոստատուտողին չենք խափի, մենք նախորդ մտածում էինք, բայց բոլորով ենք մտածել, քանզի այս ուտեստը շատ խորոտիկ տեսք ունի, սա կլինի մեր երկրից իմ խորոտիկը։ Այո։ Սա սենց թեթևություն ունի իրանով, դրա համար կլինի հովարեքը։ Այս ինչ որ ասում ենք անպայման կլսեք սիրելի հանդիսատես։ Սա սենց շատ գույներով է եւ արևի տեսք ունի, կրակի եւ այլն։ Սա կլինի մեր նոր երգը, Fireball-ը։ Եվ սրա հետ կապված դիսկուսիաները շատ էին։ Եկեք սա էլ թողնենք, թող մեր հանդիսատեսը լսի մեր երգերը եւ մտածի այս ուտեստը։ Մեկնաբանությունների դաշտում մեզ դիտող մարդիկ կարող են գրել, թե ինչ անվամբ կարելի է այն անվանակոչել, իսկ ես առաջարկում եմ այս ամենը ել ավելի համեղացնելու համար օգտագործենք Darget ընկերության կողմից առաջարկվող գարեջուրը, իդեպ Darget ընկերությունը ներկայացնում է մի շարք համեղ գարեջուրներ, Pale Ale, Pilsner, Weizen, Apricot Ale, ես նախընտրում եմ Apricot Ale-ը, դուք չգիտեմ, ամեն դեպքում մեզ բարի ախորժակ, Շնորհակալություն, բարի ախորժակ, օպա։ հայկական արտադրության բարձրորակ գարեջուր, եթե նախընտրում եք, ապա խորհուրդ եմ տալիս Darget եւ այսպես մեզ բարի ախորժակ, Բարի ախորժակ։ եւ եթե կարելի է էթերի ձեր թույլտվությամբ սկսենք բյորեկից Կտրտման արարողություն։ Ես եմ մասնագետը կտրտման։ Ինձ թվում է մեր Խնդրեմ, գորը։ Գոր, մասնագետ եք այն։ Մանավանդ զախլիկը հարմար է, էլի։ Զախլիկա գոր։ Նոր բացայտումներ եք։ Նա գորն է։ Նա գորն է, զախլիկ, կարմիր կարապ։ Եկեք ֆիքսենք։ Ես ձախլիկ եմ։ Ու ինքը ձուկ չի ուտում։ Դուք զեյթուն չեք ուտում, նույն ինքը ձիթապտուղ։ Ձիթապտուղ։ Ես սոխ չեմ ուտում, քնարիկը նորմալ մարդ է։ Ամեն ինչ ուտում եմ, ես սիրում եմ ծովամթել, ծովի բոլոր բարիքները, Ջրի հողի մուրներ, բոլոր մամուր։ մամուրներ, բայց կատակ եք անում, բայց շատ համով բան։ Գոր, եթե այս ամենը տևի եւս 40 վայրկյան, միգուցե այստեղ մարդիկ լինեն, ովքեր չկարողանան համտեսել դա ես։ Ձեր անունից եք խոսում։ Վայ, սա ֆիքսեցիք, չէ։ Էթերի։ Եվ սա ձեր շնորհքն է, դուք որ ասում եք չեմ կարող ձոր կանեմ։ Ես ոչ Ընկերներ, Այո։ բոլորիս էլի շատ բարի ախորժակ, սա լիբանանյան է, չէ, եթե չեմ սխալվում։ Կան արևելյան հիմքեր, այո։ Դե, համեցեք մեզ բարի ախորժակ, վստահ եմ, որ հիանալու ենք։ այդքան։ Այո։ Ֆանտաստիկ։ Եվս մեկ անգամ թույլ տվեք ասել բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Եվ մնացած բոլոր ռեակցիաները թող մնան կադրից այն կողմ, որովհետև շատ համեղ է։ Այո։ Շատ բուրըն ռեակցիաներ է հիմա լինել։ Դավիթ Ձյաձյան, անջատենք որ Դավիթ Ձյաձյան միանա մեզ։ Դավիթ Ձյաձյան։ Ահա թե ինչպես եղավ, որ հաղորդումը մոնտաժվեց։ Արդեն անջատեք, որտեղ Եվ ձեր մասնակցությունը չտեսավ հանդիսա հերոստատիտողը։
Մեր բակին Ժողովուրդ, այսօր գաղափարներ սա սարքել եմ։ Մաման է որ վիզեր դրեմ։ Խնդրում եմ ծափահարություններով մամային։ Ընտիր։ Այո եւ այո։ Հələ չի կերել։ Շոտ հոն։ Բայց անկեղծ շատ, այս ինչ լավա քերած է սպանիրը, ինչ լավա կտրտած սուջուխը։ Երիտասարդ խոստումնալից արտիստներ, դուք այսօր ուղղակի հիացրեցիք մեզ ձեր թիմային աշխատանքով եւ ամենակարևորը համեղ սննդով եւ հիանալի զրույցով։ Շնորհակալություն ձեզ եւ ես կարծում եմ, որ ոչ թե կարա լինի, այլ պետք է լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն, որ եկաք մեր տուն, մեր բոլորիս տուն։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Տեսություն։ Հաջողություն։ Շատ լավն է։ Հավես։ Այո, դե ինչ, ձեզ եւս մեկ անգամ մերսի, որ եկաք մեր տուն եւ օգնեցիք ինձ ամենակարևորը։ Շատ լավ ստացվեց։ Համաձայն։ Լսեք լավ երաժշտություն, լսեք կարա լինի։ այո, սիրեք իրար, լինենք խաղաղ ժողովուրդ։ Լավ։ Շատ լավ, ապրեք։ Տեսություն։ Մենք հələ հեչ, բա դուք ինչքան լավն եք, բա դուք ինչքան լավն եք, երեխեք, շնորհակալություն։ Դուք ապրեք։ Մերսի շատ ձեզ։ Շատ ընտիր, շնորհակալություն, շնորհակալություն։ Всё, դե գնացինք, գնացինք։ See you guys. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.